Տիկին Սեթրակյան ինչ էր հուլիսի 17-ին տեղի ունեցածը, որոնք էին այն պատճառները, որոնք ծնեցին նման գործողություն։ Շատ հաճախ պատճառները տանում են դեպի սոցիալական իրավիճակ, տանում են դեպի մասսայական անարդարություն եւ ոչ մեկը չի գնում հետ դեպի արմատները, որպեսզի վերջիվերջո պարզի, թե որտեղից է ծագում է սոցիալական անարդարությունը, այն աղքատացումը, ռեսուրսների նյութական յուրացումը, որի մենք ականատես ենք լինում Հայաստանում։ Դա նրանից է, որ մենք գիտենք, որ յուրաքանչյուր պետություն ինքը հաշվետու է իր ինտեգրացիոն բարձր միավորին։ Եվրոպական երկրների միությունները հաշվետու են իրենց ինտեգրացիոն խորհրդին, Հայաստանն էլ հաշվետու է ինտեգրացիոն Եվրազիայի խորհրդին։ Եվ եթե Եվրոպայում, Եվրոպական միության մեջ այդ բոլոր փողային հոսքերը, բյուջետային, ընդհանուր բյուջետային վերահսկողությունը դրված է հստակ այնպիսի ռելսերի վրա, որ կոռուպցիոն տարրերը դաժանորեն պատժվում են եւ տեղնուտեղը որսվում, ապա Եվրազիայի մեջ կոռուպցիոն մոդելը խրախուսվում է, այսինքն Հայաստանում անկախության պահից սկսած որպես ծրագիր պետական երբևէ չի դրվել անկախ պետության գոյավարման մոդելը։ Մենք ունեցել ենք կիսակոռումպացված, կիսասեփականաշնորհված ծանոթների, իշխանություն ունեցողների եւ իշխանության ձգտողների միջև ծավալվող մի պետություն, որի նպատակն է եղել երկու բան, այնուամենայնիվ ես չեմ գտնում, որ պետության նպատակը երբևէ եղել է Ղարաբաղի իրավիճակի վատ թարացումը, որտեղ ծրագիր այսպես մաքսիմում եղել է պահպանել Ղարաբաղը իր ստատուս քվոյով, իսկ ծրագիր մինիմումը եղել է այն, որ պահպանվի Հայաստանի տերիտորիայում ապրող ժողովրդի իրավիճակը։ Ներկայումս պետական ծրագիրը նույնիսկ չի ենթադրում Հայաստանի բնակչության պահպանում։ Եվ ես տնտեսագետ չեմ, բայց դա այնքան պարզ է։ Տեսեք, եթե դու ունես պետության մեջ աշխատող տնտեսություն, եթե դու ունես պետության մեջ աշխատող ինչ-որ խելամիտ ծրագիր, քեզ պետք է բնակչություն եւ պրոֆեսիոնալ բնակչություն։ Եթե պետությանդ մեջ չի գործում որևէ տնտեսական ծրագիր, որի համար պետք է պրոֆեսիոնալ աշխատուժ, եւ դու ընդհանրապես զբաղված ես քո պետության ռեսուրսը վաճառելով, ապա բնականաբար ինչքան քիչ բնակչություն, այնքան քիչ ուտող բերան։ Եվ ահա այդ տնտեսական սոցիալական քաղաքականությունը բերել է հասցրել է մեր այն վիճակի, որ մեր քաղաքական ծրագրերում, լինի դա իշխանական ծրագիր, լինի դա մեծ մասամբ ընդդիմադիր ծրագիր, գնում է հետևյալ թրենդը, հետևյալ գործոնը, ասում են, որ թող իշխանությունները հեռանան։ Դա միանշանակ պարզ է, բայց իշխանությունները պետք է հեռանան ոչ նրա համար, որ ասենք նրանք ինչ-որ մեկին դուր չեն եկել, կամ որտեվ ինչպես սովորություն կա, չէ, նրանք հանցագործ են, նրանք խուճապի մեջ են, դրանք բոլորը ես զարմանում եմ, թե ինչպես կարող են քաղաքական միավորումները տալ այդպիսի ոչ քաղաքական գնահատականներ եւ որակումներ։ Խոսքը գնում է այն մասին, որ իշխանությունները տապալել են պետական վարչարարության ծրագիրը։ Այսինքն նախ հստակ չեն ձևակերպել այդ ծրագիրը մեկ, երկրորդ նրանք բացարձակապես տապալել են այդ ծրագիրը, եւ եթե այդ ծրագրի տապալումը կետերով հնչի ինչ որ միտեղ, դա լինի ազատության հրապարակ, դա լինի մամուլ։ Ես ուզում եմ ուղղակի եթե հնարավոր է մի հատ օրինակ բերել, ինձ վերջերս ինչ որ մի կայքի զանգեցին, ասում են ինչպես է գնահատում Էջմիածնի դեպքերը, գեներալ Մանվել եւ այլն, բոլորը անպայման ուզում են, որ յուրաքանչյուր իշխանության գլուխ գտնվողի հասցեին ասվի մի քաղցր խոսք։ Բնական է, որ մանավանդ ռեգիոնալ շրջանում մեր այսպես իշխանության ամենավառ ներկայացուցիչները աչքի են ընկնում քաղաքական գավառամտության վերին այսպես աստիճանով, բայց դրանից ինչ որ մի բան փոխվում է, մենք պետք է հասկանանք, թե ինչ համակարգ է այդ մարդկանց դարձնում այնքան պահանջված, որոնք հայտնվում են իշխանության։ Այդ համակարգի լուսաբանումը, պայծառությունը ոչ մեկին ձեռնտու չի, որտեղ բավական հենց հնչեն ապագաղութացում եւ ինքնիշխանություն բառերը, անմիջապես խոսում են Մայդանի մասին։ Իսկ վերջերս էլ եղավ այդ խայտառակ բանը, որ երբ որ Ռուսաստանն ասաց, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, դա նշանակում է, որ քաղաքական ամենահրատապ լոզունգը դարձյալ յուրացվեց մեզ այսպես հպատակության տակ պահող երկրի կողմից, դա շատ վտանգավոր է։ Առաջին օրերին, երբ բարեկապահական ծառայության գունդն էին գրավել, նրանցից որևէ մեկը ապագաղութացման մասին չէր խոսում տղաներից, ովքեր որ հնարավորություն ունեն լրատվամիջոցների հետ խոսել։
Վերջին 2 օրերին կարծեք թե իրավիճակ փոխվեց այս առումով։ Հիմա ինչ եք կարծում, ապագաղութացման շուրջ հնարավոր է մոբիլիզացիա։ Կարծեք թե այդ բանտերից, ընդհատակից, հոդվածները, հրապարակումները ապագաղութացման վերաբերյալ այն արդյունքը չեն տալիս։ Ապագաղութացում բառը դեռևս շատ լայն եւ շատ անորոշ բառ է։ Ապագաղութացումը պետք է միանգամից հստակվի տարբեր քաղաքական եւ տնտեսական բաղադրիչներով։ Ապագաղութացումը դա գազն է, որին մենք հնարավորություն չունենք մուտք ունենալու։ Ապագաղութացումը դա այն է, երբ որ Ռուսաստանը տեսնում է մեր տերիտորիայի վրա բռնված իր քաղաքացու վրեժը քանի ձևով է լուծում։ Անմիջապես սադրիչ վիդեո նյութեր են դուրս գալիս համացանց։ Հետո դրանից հետո մեր քաղաքացու մուտքն է արգելվում Ռուսաստան։ Ես չեմ կարծում, որ Ստեփան Գրիգորյանի համար դա մեծ կորուստ է, բայց այնուամենայնիվ դա համարում եմ մարդու իրավունքների խախտում։ Եվ այդքանից հետո մենք պետք է հասկանանք, որ ապագաղութացումը դա հայկական ժողովրդի դարերով սնված մենտալիտետի համար շատ անորոշ բառ է։ Մեզ ինչով են սնել, վերադարձրեք հողերը, այդ մենտալ ձևակերպումը ժողովուրդը հիանալի հասկանում է, Ղարաբաղ, այդ մենտալ ձևակերպումը չենք տա հողերը, այդ մենտալ ժողովուրդը, մենք բոլորը սասնածուռ ենք, այս բոլոր, որտեվ ամեն մեկը ինչ որ ձևով ծուռ է, այդ բոլորը հասկանում ենք եւ բոլորը գող են, նա այդ ձևակերպումը հասկանում է։ Ապագաղութացումը դա քաղաքական բաղադրիչ պարունակող խնդիր է։ Ինչն է ընդդիմության գործառույթը, ինչն է էքսպերտային հանրության գործառույթը, որ այդ լայն տերմինը իր անորոշ վիճակից գա քաղաքական գործուն օրակարգի։ Ես առայժմ դաշտում տեսնում եմ հատուկենտ մարդկանց, ովքեր այդ ուղղությամբ աշխատում են։ Այսինքն պետք է սահմանները նեղացնել։ Սահմանները ընդհակառակը պետք է լայնացնել, պետք է բաժանել բաղադրիչների։ Առանձին մի մաս պետք է զբաղվի տնտեսական բաղադրիչ, առանձին մի մաս զբաղվի քաղաքական բաղադրիչով։ Եվ վերջո դա իրավական։ Այդ ապագաղութացում չի, գաղութացման հետևանք չի, որ այսքան աշխատեցին ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա, եւ այդ ընտրական օրենսգրքում ոչ մի բան չանցավ։ Ինչ է դա նշանակում։ Արդյոք դա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր վստահ են, որ որևէ մեթոդով Հայաստանում չի աշխատելու ժողովրդավարությունը, անում են այն, ինչ ուզում են։ Տնտեսական բաղադրիչից խոսեցիք, երբ Հայաստանը միանում էր Եվրասիական տնտեսական միությանը, հենց այդ քաղաքական գործիչները եւ ուժերը կարծեք թե միաձայն ստորագրեցին այդ համաձայնագիրը։ Այս դեպքում ինչի մասին է խոսքը։ Գիտեք ինչ է, ամբողջ ցավն է, որ երբ որ ենք ստորագրում են այդ համաձայնագիրը եւ երկու, այսինքն մենք իբրև նաեւ գործող քաղաքական ուժ ակտիվ պայքարում ենք դրա դեմ եւ չենք ստորագրում այդ համաձայնագիրը եւ նաեւ դիմում հարցապնդում ներկայացրեցինք, որ դուրս գանք Եվրազեսից, որտեւ ինձ թվում է սա ապագաղութացման առաջին գործուն ծրագիրն է, որտեւ թե քաղաքական ուժը ասում է ապագաղութացում, նրա երկրորդ քայլը պետք է լինի դուրս գալ Եվրազեսից, երրորդը պետք է լինի դուրս գալ հապկից։ Էլ չեմ ասում, որ չորրորդը պետք է լինի մտնել ՆԱՏՕ, բայց առայժմ գոնե այդ ապագաղութացման օրինական դաշտից դուրս գալն է։ Բայց տեսնում եք որևէ քաղաքական ուժ այդ թեման բացառությամբ հենց այդ այո, հենց բացառությամբ ազատ դեմոկրատների, ես այդ մեկը կարող եմ վստահաբար ասել, այդ թեման չի հնչեցնում։ Եվ տեսեք, երբ որ քաղաքական ուժերը դեռևս ենթադրական կռիվ էին մղում երկու դաշտերում, նրանք բան էին անում, նրանք դեռևս չգիտեին բանը տեսլականը դեռ հայտնի չէր, որտեղ այնպես օթում բոլորը իրանք ասում են Եվրազեսը լավ է, Եվրամիության ջատագովներն էլի օթում ասում են Եվրամիությունը լավ է, օրինակ բերելով Եվրամիության հաջող օրինակը։ Բայց հիմա ակնհայտ է, չէ, որ Եվրազեսը ոչ միայն տապալվել է, այլ իր հետևից, տեսեք, վերջերս Մեդվեդևը ելույթ ունեցավ, այսպես շատ տխուր դեմքով, ինչպես ռուսները ասում են, սկիսլի մինը, եւ ասաց, որ շատ վատ է լինելու վիճակը Ռուսաստանի եւ կատարվում են ինդեքսացիաներ եւ մի խոսքով ձգեք գոտիները, դա իր հայտնի ֆրազն է, будет плохо, но вы держитесь։ Հիմա արդեն այդքան լյուստրացիայից հետո, երբ որ նույն քաղաքական գործիչները, նույն ստորագրածները, նույնիսկ հանրության մոտ չեն էլ մտածում ասել, որ ներողություն քաղաքական տգիտության, քաղաքական սխալի կամ վախենում եմ ասել քաղաքական հանցանքի, հենց ասում եմ քաղաքական տգիտության
պայքարում են այդ Եվրազեսի ջատագովները, ասում եմ, այդ դեպքում, եթե դուք ուզում եք ասել, որ դուք գիտակ եք եղել եւ ստորագրել եք, ուրեմն ստորագրեք քաղաքական հանցագործության տակ։ Դա քաղաքական հանցանք է արդեն, դա արդեն քաղաքական տգիտություն չի։ Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ դա դեռ քաղաքական տգիտություն է եւ քաղաքական սխալ։ Այնուամենայնիվ, ըստ էության մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ պատասխանատվությունը կարծեք թե որևէ մեկը չի վերցնում, անպատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը տվյալ դեպքում օրակարգային խնդիր չեն դնում իրենց առջև։ Մենք չենք տեսնում, որ օրախնդիր է օրինակ ընդդիմության համար նաև այս խնդիրը ինչու։ Դե դրանից է, որովհետև ամբողջ ընթացքում Մոսկվան լավ աշխատել է, որպեսզի Հայաստանում, այսպես ասած, դոտացիա ստանա եւ աճի հենց այն ընդդիմությունը, որը գոնե լոյալ է Մոսկվայի հանդեպ։ Դուք հիմա նայեք, ասում եմ, այդ տխրահարճակ նյութը, որտեղ դրել են եւ բոլորին հանել են ամերիկյան ագենտուրայի ներկայացուցիչներ։ Ձեզ չի զարմացնում, որ այնտեղ հանկարծակի հայտնվել են ՀՀԿ-ական ներկայացուցիչներ, ասենք նախագահի եղբայրը, այդ դա Մոսկվայի բացահայտ մեսիջն է, որով մեր իշխանություններին հասկացնում են, որ ձեր հպատակության մեջ դուք թերանում եք։ Ձեր հպատակության մեջ դուք թերանում եք։ Այո, այդ թեման շատ լուրջ թեմա է Հայաստանում, քաղաքական լուստրացիայի հիմք, քաղաքական իդենտիֆիկացիա եւ քաղաքական հիմնարար հարց պետք է դառնա, հա։ Դու որ ճամբարում ես։ Այստեղ էլ նաև մի հատ կեղծ լոզունգ է հայտնվել, մենք հայամետ ենք։ Նախ իբրև լեզվաբան նախնական մասնագիտությամբ ձեզ ասեմ, որ հայամետը դա տգիտություն է էլի, հերթական քաղաքական տգիտություն, եթե չասեմ, որ քաղաքական հանցանք, որտեվ հայը ուղղակի չի կարող լինել, ասենք, ոչ հայամետ, ինքը հայ է, ինքը չի կարող լինել հայամետ։ Ասենք հայամետ կարող է լինել մոնղոլ, օրինակ, ասենք, այսպես մենք իրեն կարող ենք շատ դուր գալ։ Ինչ վերաբերվում է այդ հայամետությանը, այդ հայամետությունը ինտեգրացիոն այս հստակված աշխարհում։ Երբ որ խոսքը գնում է ընդհանրապես մի բանի մասին, ինչ կարգի ստանդարտ ես դու ընդունում։ Այսինքն վարվեցողության, պետական վարչարարության, քաղաքական մշակույթի որ ստանդարտն ես ընդունում, կոռուպացված արևելյանը, թե ժողովրդավարական արևմտյանը։ Եվ այստեղ հանկարծ հայտնվում են մարդիկ, որ ասում են, մենք ոչ այն ենք ընդունում, մենք ոչ այն, մենք այնքան տաղանդավոր ենք եւ հրաշալի, որ ստեղծում ենք մեր մոդելը։ Լավ ասում ես, խնդրեմ, դու ստեղծում ես քո մոդելը, որն է քո մոդելի ուղղորդող ուղենիշը։ Այդ ուղղորդող ուղենիշը որևէ մեկը չի ձևակերպում։ Չի ստացվում արդյոք, որ մենք ունենք իսկապես թույլ եւ վատ իշխանություն, բայց ավելի թույլ եւ անկազմակերպված ընդդիմություն։ Ես ես մի բան ասեմ, հա, իշխանությունը եւ ընդդիմությունը նույն հասարակության երկու բևեռներն են։ Չի կարող լինել, ասենք, շատ վատ իշխանություն եւ շատ լավ ընդդիմություն։ Չի լինում նման բան, որտեղ դրանք նույն հանրային մտածողության արգասիքներն, ամեն մեկը մի կշարքի մի նժարի վրա։ Եթե ուզում են, ասենք, երկու բևեռային կարծիքների մեջ ընտրել ճիշտ կարծիք, պետք է ընտրեն մեջտեղի կարծիքը, որովհետև ընդդիմադիր եւ այսպես ասած բնական է, որ իշխանությունը ուզենալու է պահել իր իշխանությունը։ Բնական է, որովհետև դա Հայաստանում միակ տարբերակն է լինելու կուշտ։ Եվ նույնիսկ ավելի կուշտ, քան հնարավոր է։ Բնականն է, որ ընդդիմությունը փորձելու է այդ լծակները վերցնել։ Ցավոք շատ շատերի համար դա նույնիսկ նույն հնարավորությունն է այժմ իշխանության փոխարեն դառնալ կուշտ։ Եվ բնական է, որ լինելու է մի զանգված, որ ասելու է ոչ պոպուլար բաներ։ Ասելու է, որ այս ամեն ինչին հասցրել է այդ քաղաքական տգիտությունը, ասելու է այն բաները, որ Եվրազեսից դուրս գալը, այո, դա առաջին քաղաքական քայլն է, քաղաքական լյուստրացիա եւ ապա գաղութացման ճանապարհին։ Մենք չլսեցինք Եվրազեսից դուրս գալու բաղադրիչը Սասնա ծառերից։ Մենք չլսեցինք այն շատ մարդկանցից։ Մենք չենք լսում այն։ Ես սպասում եմ դրան։ Ես սպասում եմ, թե ով կասի դա։ Այնուամենայնիվ, երբ ստեղծված իրավիճակի որն է, երբ հաստորեն մենք տեսնում ենք առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներգրավված են եւ մասնակցելու են, բայց մասնակցելու են ոչ թե ընդհանուր մեկ դաշինքով, որը ըստ էության հնարավորություն կտար իսկապես արդյունք գրանցել, այսպես առանձին հատվածական միավորում տեղի չունեցավ։ Այս դեպքում ինչ միավորման մասին կարող է խոսքը լինել, երբ որ ասում եմ, եթե խոսքը գնում է ոչ գաղափարական պլատֆորմի շուրջ միավորվելու մասին։ Գաղափարական պլատֆորմն է միայն դաշինքներ ստեղծում։ Իսկ եթե խոսքը գնում է, այսպես ասած, որոշակի
տեղեր գրավելու մասին, այնտեղ դաշինքներ չկան, այնտեղ կան մրցակցություններ։ Ես ինքս կտրականապես դեմ եմ այն գաղափարին, որ ընդդիմությունը պետք է միավորվի եւ միացյալ ֆրոնտով հանդես գա։ Միացյալ ֆրոնտ մի ֆրոնտ կա։ Դա հանրային մտածողության ֆրոնտն է։ Հիմա նայեք, յուրաքանչյուր մարդուն հարցնում եք, չէ՞, իշխանությունը հանցավոր է թե չէ, իշխանության իրանք դեմ են թե չէ։ Հայաստանի 90%-ի հանրային մտածողությունը կրում է այն բանը, որ իշխանությունները վատն են։ Հայաստանի հանրապետության 90% հանրային մտածողության միջին վիճակագրական մարդը համարում է, որ լավը ինքը, ոչ թե իշխանության հակադարձ պլատֆորմ, այլ հենց ինքը։ Դրա համար ես այդ քաղաքական պլատֆորմի չձևավորման մեջ որևէ մեկին չեմ մեղադրում, բայց նաև կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր լուրջ զբաղված են քաղաքականությամբ, պիտի ձևավորեն լուրջ քաղաքական պլատֆորմներ։ Մենք տեսնում ենք այսպես ընդդիմադիրների շրջանում։ Մենք տեսնում ենք, ես դա նույնիսկ զվրտոց չեմ անվանում, ես դա անվանում եմ ճղճղոց։ Իսկ այդ ճղճղոցը դա կներեք մի քիչ անարդյունավետ գործընթաց է, այդպիսի հզոր, կոռուպտացված, իշխանական բոլոր լծակները կրող, քաղաքականապես իր մեջ բավականին այսպես պատրաստված մարդիկ պարունակող իշխանական ճամբարի համար։ Վերջովերջո իշխանությունը ոչ միայն գեներալներն են, հա, եւ այսպես նորելուկ դոկտորներ։ Իշխանության մեջ կան բավականին մարդիկ, որոնք ստացել են տարբեր տեղերում կրթություն եւ պաշտպանում են այդ իշխանության թեկունքը։ Ինչն է պատճառը, որ այդ մարդիկ ընդդիմության մեջ են։ Դե պատճառները տարբեր են, այդ պատճառները ինձ թվում է քննարկելու համար մի առանձին հաղորդում է։ Մենք գործ ունենք քաղաքական պարտության հետ։ Մենք գործ ունենք քաղաքական խաբեության հետ։ 25 տարի շարունակ մեր հանրությանը հրամցվել է կեղծ քաղաքական օրակարգ։ Դա քաղաքական խաբեություն է։ Այդտեղ ուրիշ որևէ խնդիր չկա, դա քաղաքական խաբեության օրակարգն է։ Այսինքն խաբեությունը ծնեց դասնածռեր։ Իհարկե, բնական է, որտեղ եթե քեզ ասում են քո թշնամին թուրքն է եւ միայն թուրքն է եւ դու թուրքից են կողմ ուրիշ թշնամի չունես, ուրեմն ինչ անում, երկու քայլ ա գնում, քո թշնամուն լինի դա հայ թե չինացի, դու անվանում ես թուրք, որտեղ հարթակներից հնչում է, դուք թուրքեր եք, նրանք թուրքեր են, բոլորը թուրքեր են, հայերը թուրքեր են, բանը, քեզ ասում են քո թշնամին թուրքն է, քո օրակարգը հողերը հետ բերելն է եւ վերջ։ Եվ դա, ասում եմ, դա կեղծ քաղաքական օրակարգի զոհեր են եւ մարդիկ եւ հասարակությունը եւ վերջիվերջո պետությունը, որի ինքնիշխանությունը, գիտեք ինչու է վտանգված, որտեվ գիտակցված չի։ Ով է գիտակցվում, թե ինչն է Հայաստանի ինքնիշխանության հիմնական բաղադրիչն։ Այդ առումով հանրային մտածողության մեջ փոփոխություն չի եղել։ Ակնհայտորեն փոխվել է եւ հենց այդ բանը, ասում եմ, եւ ռուսական, այսպես ասած, գաղտնի ագենտուրայի ջղացքումները այդ ռոլիկների ձևով, որտեղ բոլորը Ամերիկայի ագենտներ են, Ստեփան Գրիգորյանին Ռուսաստանի տարած չթողել ուղակի առավել քան ծիծաղելի բան է, հա։ Ուրեմն բոլոր չեչենական terroristները եւ վանիտի terroristները հանգիստ երթևեկում են Ռուսաստանի տարածքով, հանկարծ պարզվեց, որ Ստեփան Գրիգորյանը ամենավտանգավոր մարդն է։ Ասում ուղակի ծիծաղելի է, բայց արդեն ակնհայտ է, որ հանրային մտածողության մեջ, մանավանդ երիտասարդության մեջ արկա են այդ ինքնագիտակցման կայծերը, բայց այդ ինքնագիտակցման կայծերը մարելու համար հապա նայեք ինչ է կատարվում։ Այնտեղ բոլորը ասում եմ, էլի սկսվել է մասսայական գորգորոցը, էլի ասում են բանը, ռեժիմը խոճապի մեջ է, ես ասեմ, խոճապի մեջ են ամբողջ եվրազիական տարածքը։ Ով որ շատ հումք ունի, նա մի քիչ ավելի երկար կմնա այդ խոճապի մեջ։ Ով որ հումք չունի, մեր նման կարճաժամկետ խոճապի մեջ է։ Դրա համար եկեք այդ բոլոր բաները, այդ բոլոր ֆրազները մի խոսքով գցենք Զամբյուղը։ Ինքնիշխանությունը դա գործընթաց է։ Իրավական, տնտեսական, քաղաքական, մշակութային։ Ելք համար առաջին դուրս են գալիս Եվրազեսից։ Հետո տեսնում ենք։ Այդ ժամանակ կբացահայտվի լյուստրացիան։ Այդ ժամանակ կտեսնենք ով է ուզում, ով չի ուզում, ով է ինչպես իրեն պահում։ Եվ երկրորդ անում ենք լյուստրացիա, արդեն բան, այդ էլ քաղաքական բաղադրիչ է։ Հետո արդեն կերևա։
Երրորդ պահանջում ենք բանը վերցրած գրանտների, այն պետական գրանտների, բանը թափանցիկ հաշվետվություն։ Ամեն ինչին ելք կա, ուղղակի ծրագիրը պետք է ճիշտ ուղղությամբ տարվի։ Եթե ամբիոններից գոռվում ազատության հրապարակից հիմա ինչ որ բան, այսպես շատ պաթետիկ տիկնայք պաթոսը որպես հայկական քաղաքականության հիմնական բաղադրիչ է, չէ՞, վերջերս գոռում են, որ ղարաբաղցիները պետք է գնան տուն, եւ դա համարվում է քաղաքական ելույթ, բնական է, որ Հայաստանում քաղաքական ելույթ, հարթակը քաղաքական է ասել։ Ես կարծում եմ, որ հիմա այնքան հարթակներ կան, որ քաղաքական խոսքը, եթե անգամ ամեն տեղից էլ խեղդվի, գոնե սոցիալական ցանցերում կերևա կարիք չկա, որ մարդիկ, ովքեր չունեն ասելու քաղաքական խոսք, բողոքեն հարթակների պակասությունից։ Հարթակը միշտ էլ կա, կարևոր խոսք լինի։ Ես նկատի ունեի այն հարթակը, որ այսօր կա, շաբաթը մեկ անգամ։ Դե շաբաթը մեկ հարթակ Անգլիայում էլ կա Hyde Park, որտեղ ամեն մեկը երբ որ ինչ ուզում է եւ ոնց ուզում է խոսում է, դա էլ է որոշակի ազատության դոմինանտ։ Ես օրինակ չեմ կարծում, որ պետք է այդ հարթակը արգելել։ Թող ով ինչ ուզում է խոսի, ուղղակի լուրջ չընդունեն այդ ասելիքները։ Ղարաբաղի հարց գոյություն ունի, ու Ղարաբաղը այս օրերին փաստորեն շատ հնարավոր է սահմանադրական փոփոխություններ անի եւ փաստորեն անցում կատարի սուպեր նախագահական համակարգի։ Այս օրերին մտահոգություններ են հնչում այս առումով Հայաստանի։ Իզուր էլ մտահոգվում եմ, որտեղ ես կարծում եմ, որ Ղարաբաղը ասում է, որ ինքը ուզում է անցնել սուպեր նախագահական համակարգի, դուք հասկանում եք, որ դա էլ է ինքնիշխանության դրսևորում։ Նշանակում է Ղարաբաղը որոշակի առումով որ ուզում է իր ճակատագիրը վերցնել սեփական ձեռքերի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ այսպես Ղարաբաղյան զինվորական ժողովրդավարության, որտեղ կա նաև չէ, այսպես զինվորական սոցիալիզմի մի մոդել, ինձ թվում է Հայաստանը գոնե պետք է այնուամենայնիվ ինքը իր պետականության կայացման աջակցի Ղարաբաղին, որովհետև դու լավ դաշնակից ես, լավ ընկեր ես, լավ գործընկեր ես, միայն եթե դու ուժեղ ես, եթե քո մոտ կատարվում է ինչ ասես բացի այդ այն քաղաքական օրակարգային կոնսոլիդացիայից դու լավ պարտներ չես, նույնիսկ Ղարաբաղի համար։ Այս օրերի նաև դիսկուրս է գնում, թե ինչ պիտի անել Լեռնային Ղարաբաղի հետ ի վերջո։ Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին, նույնիսկ տեսակետ կա, որ այդ անկախությունը ֆիկցիայի եւ ճիշտը պետք է մեր բոլոր ջանքերը ուղղել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու։ Մյուս տեսակետը ասում է, որ պետք է դրվի ինքնորոշման խնդիրը։ Եթե առհասարակ դրվի Հայաստանին միացնելու խնդիր, չի ստացվում արդյոք, որ ընդհանրապես կասկածի տակ է դրվում Մինսկի խմբի համանախագահություն, ընդհանրապես աշխարհի դեմ, կարծեք թե աշխարհի հետ այլևս խնդիր կունենանք։ Անգլիացիք ասում են keep calm and do your job։ Այսինքն մենք ունենք ծրագիր մինիմում։ Մեր ծրագիր մինիմումը դա սահմանը անխախտ պահելն է, դա մեկ, այսինքն նախքան այդ ստատուսները որոշելը, մեր ծրագիր մինիմումը դա զոհեր թույլ չտալն է, որտեղ արդեն բավական է այդ զոհերի բոլոր եւ Ղարաբաղի զինվորական եւ ռազմական պատրաստվածությունը մակարդակի վրա պահելը, դա այդ ծրագիր մինիմումն է։ Մնացածը ինչքան փորձում են բեկանել Մինսկի խմբի գործունեությունը, պետք է պատասխանատվության կանչել, ասենք Մինսկի խմբի այն անդամներին, որոնք զենք են վաճառում հակամարտող կողմերին, տվյալ պարագայում Ռուսաստանին, պետք է որոշակի առումով իցույց դնել Թուրքիա եւ Ռուսաստան սիրավեպը եւ դրա բոլոր պոտենցիալ ռիսկերը Ղարաբաղի համար եւ մտածել, թե այդ բոլոր ռիսկերի համակարգում Հայաստանը ինչպես կարող է դիվանագիտական ճանապարհով իրապես աջակից լինել Ղարաբաղին։ Մնացածը այդ բոլոր այսպես ջղացկվող քայլերը, էլի դրանք շատ բան քայլեր են։ Ընդունեցիր ինքը ունի իր բոլոր խնդիրները, չընդունեցիր դա էլ ունի իր խնդիրների համակարգը, բայց էլի եմ ասում, այդ բոլոր խնդիրների համակարգի իդենտիֆիկացիայի, բարձրաձայնման, տարածման, ռոպագանդայի համար մենք հարկատուներս Հայաստանի սնում ենք մի հսկայական դիվանագիտական կորպուս, որի արդյունքները աշխատանքային մենք հիմա բոլորս պիտի տեսնենք, հենց թեկուզ Ղարաբաղի մեր համար ամենակարևոր եւ ամենացավոտ հարցում։ Ինչու մենք հիմա էքսպերտային մակարդակով պետք է ասենք տարբեր տիպի գլուխկոտրուկ լուծումներ տանք, երբ որ այդ դիվանագիտական կորպուսը ի պաշտոն է պարտավոր է այդ լուծումները ոչ միայն ձևավորել, այլ ներկայացնել հանրությանը իր բոլոր թերև դեմ կողմերով։ Կա չէ բան էքսպերտիզայի խնդիր։ Ամբողջ Հայաստանը կործանում է էքսպերտիզայի բացակայությունը իսպար։ Համընդհանուր ապաթիան ինչպես հաղթահարել։
Հայաստանում չկա համընդհանուր ապաթիա, Հայաստանում կա համընդհանուր բան, հոգնածություն, դա ապաթիա չի։ Մարդիկ հոգնած են, որովհետև ցանկացած ծրագիր, որոնք իրենք փորձում են ձեռնարկել, տապալվում է եւ բոլորին թվում է, որ տապալվում է ինչ որ վերևից դաժան միջոցառումների եւ ճնշումների պատճառով։ Երբեք յուրաքանչյուր ծրագիր, լինի դա բիզնես ծրագիր, քաղաքական ծրագիր, չգիտեմ, էլի մշակույթ ծրագիր, ծրագրում է, տապալվում է, որտեվ հում է։ Որտեվ հում է, այդ ծրագիրի միջև վերջ Ինչ են այդպես հումն եւ չի հասնում։ Ասում եմ չեն թողնում, ամեն ինչ արվում է, ասում եմ ամեն ինչ արվում է, որ ասեն գնանք եւ տապալենք իշխանությունը։ Իշխանությունն էլ կանգնի ասի, այո, նրանք ուզում են մեզ տապալել, սա ոչ սահմանադրական ճանապարհ է, եւ մենք իրավունք ունենք ճնշել այդ իշխանությունը եւ ճնշել այդ ապստամբությունը, վերջ, դրանով բոլոր դիսկուրսները ավարտվում են։ Հիմա եթե պատկերացրեք, եթե ամբողջ քաղաքական դիսկուրսը ուղղորդվի նրան, թե մենք դուրս ենք ուզում ենք դուրս գալ Ռուսաստանի տիրապետությունից։ Կարող է արդյոք իշխանությունը այդ պահին կիրառել բռնության մեթոդներ։ Չէ, իհարկե չի կարող, որտեղ դա արդեն քաղաքական դիվանագիտական կողմնորոշում է։ Ըստ այդմ արդեն կձևավորվի նոր քաղաքական օրակարգ։ Ցավոք, բանը մենակ ասվում է ինչ որ ապագաղութացում, այն էլ վախվորած, այն էլ սասնածռերի մյուս անդամները գնում են հարթակից ասում են դե դա այդքան էլ ապագաղութացում չի, որտեղ մենք ուզում ենք բոլորս իրար հետ լավ լինենք։ Պետք է հիշել, որ բոլորն էլ ուզում են իրար հետ լավ ապրել, բայց քաղաքական սկզբունքների առկայության պարագայում դու ընտրում ես ում հետ ես ուզում ավելի լավ ապրել։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ է կարծում Հայաստանում իսկապես բեկումնային վիճակ հնարավոր է ստեղծել։ Հայաստանում արդեն բեկումնային վիճակ է եւ ցավոք այդ բեկումնային իրավիճակի առանցքը խորհրդարանական ընտրությունները չեն։ Այլ դա էլ հերթական կեղծ օրակարգ է։ Խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն մեխանիզմ բեկումնային իրավիճակը լուծելու համար։ Ցավոք շատերի համար հենց խորհրդարանական ընտրություններն են բեկումնային իրավիճակ։ Դա ընդհանրապես Հայաստանի վատ գործող ինստիտուտներից մեկի դրսևորումն է, էլի վատ, որտեղ այդ խորհրդարանական ընտրությունները պիտի միտված լինեն մեծ քաղաքական ծրագրի հանգուցալուծմանը, ոչ թե ասեն գնալու են վատ մարդիկ, գալու են լավ մարդիկ, դա քաղաքական ծրագիր չի էլի։